Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ուրախ ենք, որ միասին ենք այսօր մեմ եւս այս ուղիեթե ծառայությանը, որ գսպրվի Փարիզեն։ Մի քանի վարգաններ են, պիտի վերակտնենք իրար, ուրեմն գանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որովհետեւ միասին գանք եւ Տիրոջ խոսքը սերդենք իրար հետ, ինչպես ամեն չորեքշաբթի, այսօր կշարունակենք Հովաննու ավետարան 4-րդ գլուխի ուրեմն համարները։ Ամենատեպս Կանչենք ընկերներ, բարեկամներ, միասին պատրաստվենք աղոթքով եւ մի քանի երկվարգաններ են պիտի վերակտնենք իրար։
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության խաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկեք սիրելի քույր եղբայրներ, այս ու եթեր ծառայությանը։ Փառք Տիրոջը, որ մեզ եւս մի շաբաթ բահեց, այս շաբաթը, որ վստահ եթե լսեցինք Տիրոջ ցայնը, շատ բաներ սորվեցանք, շատ ուղղություններ լսեցինք, շատ ուղղություններ տեսանք իր կողմեն, օրհնություններ, հանձնարարություններ, դերևս հանդիմանություններ, քանի որ Աստված իրենիները գուզե առաջնորդել սրբության մեջ։ Սրբութեն է սրբություն իր փառքին մեջ։ Շնորհակալ ենք Տիրոջը, որ ցեզ բահեց, մեզ բահեց եւ այսօր այստեղ հավաքված ենք Տիրոջ օրհնությունը իրար հետ վայելելու։ Հավաքված ենք այստեղ Տիրոջ խոսքը սերդելու։ Եվ ինչպես գիտեք, շարունակենք մեր սերդողությունը Հովաննու Ավետարանի 4-րդ գլխում վերջավորությանն ենք եւ փառք ու դամ Տիրոջը իսկապես, որ այս խոսքը ունենք, որ այս խոսքով կրնանք շտկվել, հասնել, հասկանալ եւ պատրաստվել Տիրոջ դիմավորելու։ Միջ այդ ամեն օր մենք կանչված ենք այս խոսքին մեջ մնալ եւ այս խոսքով եւ այս խոսքին համար շարժիլ։ Հալելույա։ Բարի եկեք Տերը օրհնեցես այդ դարբեր դեղերեն որ գեհդվիկ մեզ, կողջունենք դարբեր երգիրներեն որ գեհդվիկ մեզ Աստված օրհնեցես ձեր դունը, ձեր երգիրները որ գկպնագիկ մանավանդ ունենք այսօր կուզենք հիշել եւ աղոթել մեր Լիբանանի համար սիրելի քույր եղբայրներուն, Բարսկաստանի մեջ եղողներուն, որոնք այսօր անորոշ վիճակներ կանցնին օրեօր ավելի։ Թող Տերը իսկապես առաջնորդե, որ հավատքի ժողովուրդը մնա հավատարիմ իր խոսքին մեջ։ Աշխարհը իր վերջին կհասնի դարբեր ծևերով մենք պատրաստվենք Տիրոջ դիմավորելու։ Կողջունենք նաև Լոս Անջելեսի ICF-ի քույր եղբայրները, որ մեզ գեհդևին եւ այդտեղի աշխատակազմը թող փառավորվի Տերը։ Հալելույա։ Ուրախ ենք որ իրար հետ ենք, փառավորվի Տերը ամեն մեկուտ համար։ Փառք Հիսուսի, փառք Հիսուսի։ Սաղմոս ուրեմն 122 Սաղմոս 122 նայեցեք ինչ կսե։ Համար 6-ն սկսյալ։ Երուսաղեմին համար խաղաղություն խնդրեցեք, թող հաճողին անոնք, որ քեզ գսիրեն։ Խաղաղություն թող լա քու բարիցներուտ մեջ ու հաճողություն քու բալատներուտ մեջ։ Իմ եղբայրներուս եւ ընկերներուս համար հիմա պիտի ասեմ խաղաղություն ըլլա քու մեջդ։ Մեր դեր Աստծուն դանը համար քեզի բարություն պիտի ուզեմ։ Հալելույա։ Երբ որ գսե Երուսաղեմին համար խաղաղություն խնդրեցեք, անշուշտ քաղաքական իրավիճակ չէ,
քաղաքական Երուսաղեմի մասին չէ խոսքը, շենք եւ բարիս ունեցող Երուսաղեմի մասին չէ խոսքը, այլ խոսքը Աստծո ժողովրդի մասին է։ Եվ դեսնեք հաջորդ համարները գխոսի եղբայրներու, ընկերներու եւ գսե Աստծո դունը։ Ուրեմն խոսք այստեղ Տիրոջ ժողովրդին համար է, Քրիստոսի եկեղեցին համար։ Եվ գտեսնեք սիրելի քույր եղբայրներ, հայրենագիցներ, որքան օրերը գճարանան, այնքան սատանան գուզե Քրիստոսի մարմինին հարցագիլ դարբեր ծևերով։ Եվ այս 2000 տարի է սկսած է, եւ 2000 տարի է մենք կտեսնենք պատմությունը եկեղեցին, թե ինչ դժվարություններ, ինչ բաժանումներ, ինչ կռիվներ, ինչ խնդիրներ եղած են այդտեղ։ Եվ միշտ կշարունակվի նույն ցևով։ Անորմալ այստեղ Սամոս 2-ն մեզ գկաչալեր ասելով խաղաղությունը խնդրեցեք Տիրոջը դան։ Խաղաղությունը խնդրեցեք Տիրոջը ժողովրդին, եղբայրներուն եւ ընկերներուն, միապանության Տիրոջը դան խաղաղություն խնդրեցեք։ Թող հաջողին անոնք, որ քեզ գսիրեն, այո, թող հաջողին այդ մարդիկը, որ գսիրե եկեղեցին, որ գսիրե Քրիստոսի մարմինը, որ գսիրե Քրիստոսի ժողովուրդը։ Եվ գաղութե որ դու այդ մարդոցմե լաս, սիրես Տիրոջ ժողովուրդը, Տիրոջ ժողովրդին համար կործես, աղոթես իրեն հաջողության համար, իրեն պաշտպանության համար։ Գսե խաղաղություն թողլա քու բարիսպներուտն էջ։ Մենք աղոթենք այսօր այդ Քրիստոսի մարմինին համար, աշխարհի 4 կողմը մեկ Քրիստոսի մարմին գա, մեկ եկեղեցի գա, եւ անոնք որ վերստին ծնված են ճշմարիտ հոգիով եւ ճշմարիտ Տիրոջ խոսքին համաձայն, այդ մարդիկը մաս կգազմեն այդ մեկ եկեղեցին։ Թող այդ եկեղեցին, այն հոգևոր եկեղեցին, այդ ճշմարիտ եկեղեցին, այդ միապանված եկեղեցին, թող պաշտպանված լա, մինչ աշխարհի վերջը գուքա եւ հարցակումները ավելի պիտի լան եւ օրեօր ավելի։ Բայց պաշտպանությունը կգտնվի Տիրոջ ընտանիքի մեջ։ Երբ այստեղ Սամոս 2-ն գաղութ է քո բարիսպներդ ներս պաշտպանությունը լա, ասել է որ բարիսպներեն դուրս վտանգ կա։ Եվ այն մարդիկը որ այսօր իրենց տեղական եկեղեցի են դուրս կաբրին, վտանգի մեջ են։ Շատ շուտ մտեք ձեր տեղական եկեղեցիի մեջ։ Այո, այդտեղ կան դժվարություններ միանշանակ, խնդիրներ կան, այո, քանի որ մարդ կա այդտեղ, բայց նաև այդտեղ կա Տիրոջ ներկայությունը, նաև այդտեղ կա Տիրոջ պաշտպանությունը, եւ այն մարդը որ գուզե Տիրոջ հաճելի մարդը լալ իր տեղական եկեղեցին մեջ, անպայման դերը գործնե, գզորացնե, գպաշտպանե։ Թող փարիկ ընե դերը քեզ այսօր տուն որ Տիրոջ տան մեջ ես, թող փարիկ ընե դերը քեզ դու որ իր ժողովրդին մեջ ես, իր բարիսպներեն ներս ես, եւ այդտեղ խոնարհությամբ աշխատիր, միապանության օրտնելու եւ շիտակ ուղղության մեջ երթալու։ Տիրոջ տան մեջ կա հաջողություն, եթե դու եւ ես այնտեղ կգտնվենք։ Ուրեմն այո, դառնանք մեր տեղական եկեղեցին եւ այդտեղ ծնրացրելով խոնարհությամբ ծառայենք մեր Տիրոջը, այնտեղ է պաշտպանությունը, այնտեղ է օրհնությունը։ Սամոս 133-ը որ դերևս կգարտանք մի քանի շաբաթներ հետո, գսե այնտեղ է օրհնությունը, երբ եղբայրները կմիապանվին։ Ուրեմն թող Տերը մեզ քեզ բոլորս զորացնե այսօր այս մտքին մեջ։ Այո, եկեղեցին դուրս կա վտանգ։ Քրիստոսի եկեղեցի մասին գխոսիմ, ոչ թե այս կամ այն եկեղեցիներու մասին, ոչ թե շենքի եկեղեցի մասին։ Տաճարը, որ գար Երուսաղեմի մեջ, որուն համար գսե աղոթեցեք, այդ տաճարը փլվեցավ, կանտվեցավ։ Հիսուսին կսավ կանտեցեք եւ ես պիտի շնեմ։ Այդ ֆիզիկական գազմագերբություններու մասին չէ խոսքս։ Այդ մարդաշեն եկեղեցիներու մասին չէ խոսքս։ Այդ եկեղեցիները որ մարդու վրա հիմնված է, այդ եկեղեցիներու չէ խոսքս։ Խոսքս Քրիստոսի վրա հիմնված միակ եկեղեցին, որ ամեն ով որ վերստին ծնված է Սուրբ Հոգիով, այդ եկեղեցին մաս կգազմե եւ այնտեղն է պաշտպանությունը եւ այդ եկեղեցին գերևնա դեղական եկեղեցով։ Թող Տերը օրհնե քեզ, որ քո դեղական եկեղեցին մեջ լաս լույս, օրհնություն, աղոթող, պաշտպանող եւ Տիրոջ ծառայողներուն շրջապատող։ Իրեն ըլլա փառքը, բադիվը եւ օրհնությունը, հալելույա։ Այս երկեն հետո սիրելի եղբայրներ գվերակտնենք իրար Հովանես 4 գլուխը շարունակելու համար։ Ժամն է եկել աղոթելու, ժամն է եկել երգելու, ժամն է եկել փառապանելու, ժամն է եկել երգրբակելու, Տիրոջ առաջարի եւ խոնարհիր։ Այս երկի ընթացքին եկեք երգենք հոգով եւ ճշմարտությամբ, թող Սուրբ Հոգին մեր ներսը մաքրե, որբեսի խոսքը, որ հիմա պիտի գարտանք իրար հետ եւ սերդենք, այդ խոսքը բդղապերն է քո կյանքի մեջ։ Հալելույա։ Գվերակտնենք իրար այս
օրտնապեր երգից հետո։ Ժամնաղոտքի, ժամնաղոտքի, որ աշխարհես զիսկը զատե, որ հորս աթորին թիմեմ ու իմ գարոդությունս հայտնեմ, երբ ցավ ու վիշտ վրասկը դիրե, օքիս հանքիս միշտ կգտնե, փորձուտել է ալգազադի քու հասնելով ժամահոտքի, 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 աղերսս թևերով տարվի, շնորհածատարը նստողին, զղջացյալի ձայն լսողին, իրեն թիմել գպատվիրե, շնորհ խնդրել կհրավիրե, ոգեր սանոր ծքեմ վիրի, քեզ սպասեմ Այո, այո, ամեն, 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 փառավորվի Տերը։
միշտ այս աղոթքի ժամը բահենք Տիրոջը հետ հարաբերությունների մեջ եւ այդպես է որ մեր սիրտը միտքը հոգին կդեղավորվի երկնային ուղղության մեջ եւ իսկապես Դերը մեզ օգնե որ գտնենք այդ ժամը աղոթքի գտնենք այդ հարաբերությունը Տիրոջ հետ գտնենք այդ լուրջ ժամանակը եւ այդպես է որ շատ բաներ կփոխվի մեր մեջ հալելույա օրհնյալը լա մեր Դերը Սիրելի քույր եղբայրներ Հովանն ու Ավետարան 4-րդ գլուխ համար 46-ն սկսյալ պիտի շարունակենք մեր ընթերցումը Անցյալ շաբաթ մենք տեսանք Նիկոդեմոսի հետ Հիսուսի ներողություն Սամարացի գնոջ հետ հարաբերությունը որ մե առաջ Նիկոդեմոսին հետ հանդիպեցավ երկրորդ հանդիպում ունեցավ Սամարացի գնոջ հետ եւ տեսանք հոյագապ մտքեր այդտեղ այսօր երրորդ բաժինը կշարունակենք հանդիպումները եւ կտեսնենք 46-րդ համարեն նայեցեք ինչ կպատահի Հիսուս նորեն եկավ Գալիլեացիներու Կանա քաղաքը ուր ճուրը քինի փոխած էր հոն ազնվական մգար որուն որդին հիվանդ էր Գապարնայումի մեջ ասիգա լսելով որ Հիսուս Հրեաստանեն Գալիլեա եկեր է եկավ անոր ու գաղաչեր որ երթա եւ իր որդին բժշկե վասնզի մեռնելու վրա էր ավասիկ ազնվականը ավասիկ հարուստ մարդը պատասխանատու մարդը լավ թիրք ունեցող մարդը գլսե Հիսուսի մասին եւ գուկա Հիսուսի մոտ եւ գաղաչեր գսե գաղաչեր որ իր զավակը բժշկեր իր դղան իր որդին մեռնելու վրա էր այդպես ըսած էին իրեն եւ ինքը խնդրե Հիսուսե որ Հիսուս երթա եւ բժշկե Սիրելիներ այստեղ նախ առաջին բանը գուզեմ տեսնել ազնվական մարդուն որ իսկապես այդ հանդգնություն ունեցավ երթալ Հիսուսի մոտ հագարակ որ շատեր հագարագեին Հիսուսի դեր Հիսուս այնքան ծանոթ չէր շատեր դարբեր բաներ գսեին բայց այս մարդը այդ վստահություն ունեցավ մոդենալու Հիսուսի եւ աղաչելու Հիսուս ըսավ այդ մարդուն եթե նշաններ եւ հրաշքներ չտեսնեք բնավ պիտի չհավատաք այստեղ Հիսուսի խոսքը ուղղություն է նաեւ հանդիմանական դուք միայն կփնտրեք նշաններ եւ հրաշքներ հավատալու համար եւ եթե դուք նշաններ եւ հրաշքներ չտեսնեք պիտի չհավատաք այստեղ հանդիմանություն է Շատեր մեկնաբանեն այս ասելով հրաշքներ եւ նշաններ տեսեք որբեսի հավատաք եւ շատ մը այսօր խմբակներ կամ հովիվներ կամ առաջնորդներ շեշտը գտնեն նշաններու եւ հրաշքներու վրա որբեսի մարդիկ հավատան բայց մենք պատմութենեն շատ լավ գիտենք որ այն ազգը որ ամենաշատ նշաններ եւ հրաշքներ տեսավ Իսրայելի ազգն էր եւ այն ազգը ամենաշատ գրաբաշտ ազգը եղավ այն բոլոր բաները տեսնել են հետո ուրեմն նշանները եւ հրաշքները այն չէ որ մեզ հավատքի կդանի գրնա արտնցնել մեր հավատքը գրնա ուշադրությունից քրավել բայց մենք շատ տեսել ենք մարդիկ որոնց համար Աստված հրաշքներ եւ նշաններ հրած է հոյագապ նշաններ եւ հրաշքներ իրենց կյանքին մեջ եւ այդ մարդիկը դեռ այսօր հավատքեն հերու գաբրին ուրեմն նշանները եւ հրաշքները միանշանակ միջոցը չէ հավատքը գտնելու հավատքը դարբեր դեղին կա Մի տեսնենք այս մարդուն երեք հավատք կա այս մարդուն կյանքի մեջ եւ Հովանես Ավետարանիչը այս միտքը գուզե փոխանցել մեզ այս պատմությունով որ այս մարդուն հավատքը ինչպես գնաց առաջ եւ այս մարդ Արարածի հավատքի ընթացքն է Ուրեմն շատեր կգարձեն որ հրաշքներ որ տեսնեն կամ եթե Աստված այս բանը իրենց կյանքին մեջ իրենք այլևս պիտի հավատան Աստծո այդպես մարդիկ եղած է որ խոսք տված են ասելով եթե դու այս բանը անես ես պիտի հավատամ քեզի եւ երբեմն դեր այդ հրաշքը կգնե բայց տարիներ հետո կտեսնենք որ այդ մարդուն հավատքը այն ալ չէ ինչ որ պետք է լա շատերը երբ հրաշքով եկած են Աստծո շատ քիչերն են որ այդտեղ մնացած են Քանի որ հավատքը ուրիշ բան է
Հավատքը գիտություն, հավատքը հանցնվիլ է, հավատքը խոնարհիր է։ Հավատքը օրտությունը ստանալ չէ։ Այսօր ամենաանհավատ մարդուն մեկ հատ հրաշք մբադայի, այդ մարդը միցե վաու, ասինչ մեծ բաներ։ Ես կհավատամ, որ եղավ այս հրաշքը։ Այո, կհավատա։ Հավատքը կշարժի, բայց ոչ շիդակ տեղ գտնի։ Մեր հավատքը պետք է շիդակ անձի վրա լա, ոչ թե այդ անձին ընելիքների վրա։ Հալելույա։ Կասկնակ տարբերությունը։ Մեր հավատքը Հիսուսի ընելիքների վրա չէ, մեր հավատքը Հիսուսի անձի վրա պետք է լա։ Եվ այս է որ Սուրբ Գիրքը մեզ գսորվեցնե։ Եվ սրա համար է որ այս կետերի համար է որ շատեր իրենց հավատքը այսօր անգայուն է։ Քանի որ իրենց հավատքը դրած են երևելի բաներու վրա, զգացումներու վրա, հրաշքներու վրա, փոփոխություններու վրա եւ ոչ թե Տեր Հիսուս Քրիստոսի անձի վրա։ Անորմալ շատ մեծ հիաստապություններ կան այսօր ճագերդյալ ըսված հավատացյալներ, որ շատ շուտ իրենց հավատքի հիմքը կփոխվի, շատ շուտ իրենց թավանությունը կփոխվի։ Երկու օր առաջ կսեր, ես Հիսուսը կսիրեմ, ես այս պիտի ծառայեմ Տիրոջ իմ եկեղեցիս մեջ եւ այլն, երկու օր հետո մարդը կփոխի իր միտքը։ Ուրեմն այն տեսակի զգացումներու վրա, երևալի բաներու վրա, անձնական շահերու վրա հիմնված հավատքը Հիսուս այստեղ կհանդիմանե։ Եթե հրաշքներ չտեսնեք, դուք մի չհավատաք։ Դուք քանի որ դրած եք ձեր շեշտը ձեր անձնագետրոնության վրա, ձեր զգացումներու վրա, ձեր լավ զգալու վրա, ձեզի լավ բաներ ունելու համար վրա, եւ երբ որ Աստված այդպես չէ, դու գրնալալ հիաստապվիս, միտքդ փոխես եւ ետ քայլնես։ Ուրեմն ուշադիր եղիր սիրելիս, ինչ բանի վրա է քո հավատքը, ինչի կամ որ անձի վրա հիմնված է քո հավատքը։ Ազնվականը սավ անոր դեր եգուր քանի իմ դղաս մերած չէ։ Առաջին հավատքի քայլը որ կտեսնենք այս ազնվականին մեջ, հավատքի մեկ եթե գուզեք, հասկացավ թե Հիսուս իր մե ավելի մեծ է։ Այս ազնվականը հայորաբեդ էր, շատեր գսեն հայորաբեդ է, շատեր գսեն զինվորական է, մի խոսքով պետական անձնավորություն էր։ Եվ իբր պետական անձնավորություն ինք իշխանություն ուներ բոլոր հրյաներու վրա։ Բաղեստինի բոլոր հրյաներու վրա իշխանություն ունեին պետական հռոմայացի, պետական անձնավորությունները։ Եվ անվասիկ այս բադասխանադու անձը, որ ինք ադմինիստրատիվ ցևով, վարչական ցևով իշխանություն ուներ Հիսուսի վրա, եկավ Հիսուսի եւ ըսավ դեր։ Դերս է ոչ թե մեր Աստված այդ դերը չէ, այլ այդ հարկալից խոսքը, որ Հիսուսի ընդունեց իբր իր մեծը։ Այս հավատք առաջին։ Եվ ըսավ եգուր, քանի որ իմ դղաս մերած չէ։ Հասկացավ, որ Հիսուս պիտի կրնար բամանել։ Հավատքը այդ է որ Հիսուսի անձը բարձրացուց ամեն բանևեր եւ վստահությունը սկսավ տնել Հիսուսի անձի վրա, որ Հիսուս գրնա բժշկություն կամ հրաշք կատարել։ Այս հավատք թիվ 1։ Շատերը այստեղ ունին, շատերը մեր հայերու մեջ մանավանդ այս հավատքի մագարտագին են։ Գահավատան, որ Հիսուս Աստծո որդի է, գահավատան, որ Հիսուս ամեն բան է մեծ է, գահավատան, որ Հիսուս ամեն ինչ կրնա անել, գահավատան նույնիսկ որ Հիսուս խաչ ելավ եւ մեռած է իրենց համար եւ այդտեղ գտնեն։ Այս հավատք է, այո, բայց ոչ հավատքի կատարելությունը։ Լավ լսեցեք, հավատքի կատարելությունն է որ մեզ կփրկե եւ ոչ թե հավատք իբր գիտություն։ Այս մարդը գիտավ թե Հիսուս իր մեծ է, գիտավ թե Հիսուս ամեն ինչ կարող է, գիտավ թե Հիսուս իշխանություն ունի, այո։ Աս առաջին գետն է որ միանշանակ պետք է մարդը ունենա։ Բայց նայեցեք շարունակությունը։ Ինքը սավ եգուր իմ դղաս չմերած, Հիսուսը սավ կնա քու որդիդ ողջ է։ Մարդն ալ գսե հավատաց այն խոսքին, որ Հիսուս իրեն ըսավ ու քնած։ Ինք գսե դեր եգուր, Հիսուս գսե դու ունքնա։ Ու դղատ ողջ է։ Եվ այս մարդը հավատաց այն խոսքին։ Նայեցեք, առաջին հավատքը այստեղ գտեսնենք Հիսուսի անձը։ Հասկացա, որ Հիսուս ամենամեծն է, հրաշագործն է, գադարելագործն է, ամեն։ Երկրորդ հավատաց Հիսուսի խոսքին։ Խոսքին,
Քնա, քնած։ Եվ հավատալ այստեղ ցույց կտա հնազանդություն։ Ես չեմ հավատար, եթե հնազանդություն չունիմ։ Իմ հավատքս իմաստ չունի, եթե հնազանդություն չկա։ Հիսուս կսե այս մարդուն քնա, ինք առանց պատճառաբանություններ գտնելու, առանց իրար անցնելու, բարձաբես կհավատա Հիսուսի խոսքին եւ կհնազանդի ու կգնա։ Հավատք դիվ երկու։ Ահավասիկ երկրորդ հավատքը։ Նայեցեք process է, ընթացք է։ Հիսուսի անձը, Հիսուսի խոսքը, հնազանդությունը խոսքին եւ այստեղ է որ շատ հավատացյալ ըստված մարդիկներ այսօր այստեղ կան կարած են։ Այստեղ կան կարած են։ Գիտեն ով է Հիսուս, կընդունին ով է Հիսուս, բայց Հիսուսի խոսքին անչափ կարևորություն չեն դար եւ մանավանդ չեն հնազանդիր ինչ որ խոսքը գսորվեցնե։ Հուսամտուն այդ մարդոց մեզ, որ ինչ որ գլսես կհնազանդիս։ Ինչ որ գլսես կընդունիս եւ կհնազանդիս։ Հնազանդությունն է, որ գորոշե քո հավատքի սահմանը։ Քո հնազանդությունը պիտի ցույց տա քո հավատքի սահմանը։ Շատեր այսօր գնան ասել, այո, մենք կհավատանք, մենք կհավատանք, օքեյ, բայց իր հնազանդությունը չափն է իր հավատքին։ Եվ հնազանդությունը ցույց կտա, որ իրենք արդյոք փրկված կամ փրկության հավատքին է որ կհավատան։ Արդյոք իրենց հավատքը փրկության հավատքն է, ոչ թե միայն քիդության հավատքը։ Նայեցեք, կա քիդության հավատք, կա վստահության հավատք եւ կա փրկության հավատք։ Եվ այս երեքը իրար հետ քայլով միանալով գտարնա մարդը փրկված։ Ուրեմն այստեղ դեր եկուր Հիսուս կսե քնա ճիշտ հագարակը քանիներ արդյոք այսօր գշարունակեն աղոթել երբ Աստված իրենց կսե քու ուզածդ պիտի իմ ուզածս պիտի լա եւ այստեղ է որ մենք կտեսնենք սիրելի քույր եղբայրներ մարդիկ որոնք կթողնեն եկեղեցին, կթողնեն հավատքը, կթողնեն ամեն ինչ, ինչու, քանի որ Աստված իրենց ուզածին պես չկործեց։ Այս մարդը կսե եկուր իմ դուս բժշկե, Հիսուս կսե քնա։ Քո որդի եւ այստեղ եկեղեցի կսե քնա քո որդի ողջ է։ Մարդը գրնա ասել ես քեզ կսեմ պիտի մեռնի, դու կսես ողջ է, այդ ինչ խոսք է։ Հիսուս նույնիսկ գհագասե մարդուն խոսքը։ Մարդը կսե պիտի մեռնի, Հիսուս կսե քնա ողջ է։ Հայաստանցիները կսեն ցեր ես առնում։ Վրաս կխնդաս։ Դու վրաս կխնդաս։ Ես կսեմ եկուր բժշկե։ Իմ որդիս պիտի մեռնի, դու ինձ կսես քնա ողջ է։ Ահավասիկ երբեմն դերը մեզի այս վիճակի մեջ կտնե, որ տեսնենք մեր հավատքը միջև ուր է։ Եթե ամեն ինչ իմ ուզածից պես կքայլե, ես հավատքի պետք չունեմ։ Եթե իմ ուզած ծևովս Աստված կպատասխանե, ես հավատքի պետք չունեմ։ Եթե դու կարծած ծևերով Աստված կպատասխանե, դու հավատքի պետք չունես։ Քրիստոսի հետևորդը միշտ հագասություններու մեջ է, իր սպասածեն Աստծո ըսածներու մեջ։ Հագասություն կա։ Եկուր, չէ, քնա։ Եվ այս մարդը Հիսուսի խոսքին հավատաց։ Քանի որ իր հավատք առաջին, հավատ մեկը քիչ առաջ ասենք ընդունեց ով էր Հիսուս։ Ես կկարծեմ սիրելի քույր եղբայրներ, շատերը չեն ընդունիր Հիսուսի աստվածությունը, իշխանությունը, զորությունը իրենց կյանքի վրա։ Եվ անոր համար որ միշտ վիճապանություններու մեջ են։ Խոնարհություն չկա, քանի որ չեն ընդունի որ Հիսուս կատարյալ իշխանություն ունի իրենց կյանքի վրա։ Եվ անոր համար վիճապանություններ շատ կան։ Երանի հավատացյալները հասկանային, թե եթե դու գսես Հիսուս, ասել որ քու վրա իշխանություն ունի։ Եվ երբ որ դու իսկապես կհասկանաս եւ կհավատաս, որ Հիսուս քու վրա իշխանություն ունի, այն ժամանակ ինչ որ ասե, առանց վիճապանելու, առանց երկրորդական մտքեր գալու, կկատարես։ Եթե իշխանություն ունեցողը դու ես դեր, դու ասա, ինչ որ ասես, նույնիսկ եթե ինձ հաճելի չէ, նույնիսկ եթե ես իմ գլխիս մեջ չեմ կարող այդ դեղավորեմ, դուն ասե ես կընդունիմ, քանի որ դու ես Տերը։ Այս է որ սիրելի քույր եղբայրներ, դժվարությունները հավատացյալներուն մեջ, քանի որ նորեն կգտնեմ Հիսուսի աստվածությունը, իշխանությունը, զորությունը մեր կյանքի մեջ չեն ընդունիր, ուրեմն ինչ որ գսե,
Երբ որ մեզ հաջելի է գտնունիկ, երբ որ մեզ հաջելի չէ չեն գտնունիր։ Այսօր գնամ ասել մեծամասնությունը եկեղեցիներու մեջ հավատացյալներուն այսպես են։ Մեծամասնություն։ Չեմ գիտե դու ինչպես ես, բայց ասեմ քեզի հանդիմանություն է ասիլա։ Էսի ազդու գոմը մեզի հանդիմանություն է։ Մենք կսենք Հիսուս Տեր, Հիսուս Տակավոր, Հիսուս Իշխան, բայց երբ որ Հիսուսի խոսքը մեր ուզածներուն պես չէ, կսկսենք իրար անցնել, խանգարվել, նեղանալ, բնդրել մարդիկ, որոնց այբանենք, մեղադրենք, կայմը մեր ուզածը չեղավ։ Ամեն ինչ կսկսի ընդունելով թե ով է Տերը քո կյանքի վրա։ Եվ ինչ կսե հետո, ինչ որ գսե գտնունիս եւ գհնազանդիս։ Այդ մարդը ազնվականը լսեց Հիսուսի խոսքը, հավատաց խոսքին, այսինքն հավատաց գրված է այստեղ։ Ասել է գադարյալ նվիրվեցավ այդ խոսքին, ինչ որ դերը ասավ, քնա ինքը ընդունեց երթալ։ Այդտեղ պատճառաբանություն չրավ։ Եվ քնած իր երթալը հնազանդությունը արդեն հավատքի նշան է։ Եվ այդտեղ մենք կտեսնենք, շատ կներեք, այդտեղ մենք կտեսնենք հավատացյալ մարդու եւ անունով հավատացյալ մարդու։ Ես Փարիզյան ճշմարտության խոսքի եկեղեցի հովիվն եմ, Փարիզ եւ Ֆրանսիայի դարբեր եկեղեցիների մեջ, եւ ես ցեցի գրնամ մատնանշելով ասեմ մեր եկեղեցիի մեջ ով անունով է, ով իրական է։ Ով փերանացի հավատացյալ բաներ գսե, ով իրական հավատքի այս երկրորդ մագարտակին մեջն է։ Խոսողները շատ ենք։ Շատերս կխոսենք։ Աստված մեծ է, Հիսուս մեծ է, մենք կհավատանք Հիսուս մեր Տերն է եւ այլն, բայց Հիսուս կսե այս բանը միներ, այդ բանը էր։ Այդտեղ արդեն մարդը կգանքի եւ պատճառաբանություններ կբերե դիրոջ։ Գիտես Տեր այսպես է, գիտես Տեր չեմ գրնար, գիտես Տեր ժողովուրդ, եկեք անգերձ լանք։ Եթե իրական կհավատաս, ինչ որ գսե գնես։ Քանի որ կարողություն ունիս։ Բայց այդ կարողություն չես կործածել դիրոջ տաշտին համար։ Շատ բաներ կգնան գսել այստեղ, շատ բաներ։ Եվ այս խոսքը հավատացյալներն է։ Չմոռնաք Հովհաննես Ավետարանիչը Հիսուս Քրիստոսի ավետարանը երբ որ գկրե այստեղ հավատացյալներուն գկրե։ Որ ցույց տա ով է Հիսուս եւ ինչ իշխանություն ունի։ Հիսուսի աստվածությունը։ Եվ այդ հռոմայացի հավատացյալները որ գարտային, իրենք գիտեին աստվածներու ինչպես պիտի ճաշտեին։ Իրենք գիտեին որ աստվածները իշխանություն ունեն իրենց վրա։ Իսկ Հովհաննես կսե այն աստվածները մեկ կողմ, այն Հիսուսն է ձեր աստվածը հիմա։ Ինչպես դուք կվարվեիք ձեր աստվածներուն լրջությամբ, այդպես պիտի վարվիք Հիսուսի լրջությամբ։ Երանի թե մենք սիրելի քույր եղբայրներ, երանի թե մենք մի քիչ ավելի լուրջ լայինք մեր ընթերցումներուն, լուրջ լայինք մեր հավատքի տավանությանը, լուրջ լայինք ինչ որ կգարտանք։ Կնա քու որդիդ ողջ է։ Այստեղ ուզեմ գանկնել մի քիչ Հիսուսի վրա։ Քու որդիդ ողջ է։ Հերու Հիսուս բժշկեց այդ որդին։ Մենք հետո գիտենք այդ ռոբեին մարդը չէր գիտեր, բարձրապես վստահեցավ խոսքին, թողեց եւ գնաց, բայց հետո գիտենք գիտակ, որ այդ ռոբեին, որ Հիսուս ասավ, քու դղատ ողջ է, հայրը բամը չհասկացավ։ Բայց մենք երբ որ գարտանք կհասկանանք։ Այն ռոբեին, որ ասավ քու դրած ողջ է, այդ ռոբեին, այդ վարգյանին հրաշքը կատարվեցավ։ Հերու է հերու։ Գիտեք ինչու։ Քանի որ Հիսուս Աստված է։ Հիսուս բժշկարար չէ։ Հիսուս բժիշկ չէ, որ ցերկը տներ, բաներ մաներ եւ բժշկվեր։ Այստեղ ցույց կտամ եմևս Հովհաննես Ավետարանիչը Հիսուսի աստվածությունը, որուն համար սահման չկա, հերավորություն չկա, կիլոմետր չկա։ Հերու են հերու։ Մեկ խոսք եւ այդտեղ նույն վարգանին բժշկվեցավ։ Այս Հիսուսն է մեր Աստվածը։ Ուրեմն մարդը երբ որ բարձրապես կվստահի Հիսուսի խոսքին, կհասկանաք սիրելիներ, թույլ տվեք ասեմ ձեզ մի բան։ Մենք շատ ավելի բաներ գիտենք, քան թե այդ ազնվական այդ վարգանին։ Մենք շատ ավելի բաներ տեսած ենք, պատմություններ գիտենք, շատ ավելի վկայություններ ունենք Սուրբ Գիրքեն, քան թե այդ մարդը, որ այդտեղ էր։ Եթե այդ մարդը բարձ Հիսուսի մեկ խոսքին վստահեցավ, մենք որքան պետք է ավելի վստահենք։ Մենք որքան պետք է ավելի նվիրվենք։ Մենք որքան պետք է ավելի հավատանք։ Մենք որքան պետք է ավելի հնազանդենք Տիրոջը։ Եթե այդ մարդը փոքր բան մկիտնալով հնազանդեցավ, ուր մնաս դու եւ ես։
գտեսնեք ցավը այսօր քրիստոնյա աշխարհին, որուն մեջ մենք գանք։ Թող Տերը մեզ ողորմություն ունի այս լուրջ իրավիճակի մեջ։ Ուրեմն Հիսուս իրեն ասավ եւ ինք գնաց։ Երբ գերտար ազնվականը իր ծառաները թիմավորեցին զինք եւ ավետիս տվին, բարիլուր տվին, ասելով քու դղատ ողջ է։ Եվ այն ադեն հարցուց անոնց թե որ ժամուն սկսավ աղեգի դառնալ, ասին իրեն 3 ժամը 7-ին դենտը թողուց զանիգա։ Այն ադեն քիծավ անոր հայրը թե այն ժամներ, երբ Հիսուս իրեն ասավ թե քու որդիդ ողջ է։ Եվ գսե հավատաց ինք եւ իր բոլոր տունը։ Ահա հավատք թիվ 3։ Վավերացուց հավատաց այստեղ ասել է նվիրվեցավ ինքը եւ իր տունը։ Տեսակ 3 տեսակի հավատք կա։ Հավատք, որ գիտնանք ով է Հիսուս, իր աստվածությունը, իր շանդությունը, երկրորդ հավատք, որ մենք հավատանք իր խոսքին եւ վստահենք, խոսքին եւ հնազանդենք, եւ հավատք, որ նվիրվենք, ամբողջ ինքը եւ իր տունը ծառայեց Տիրոջը, ինքը եւ իր տունը նվիրվեցավ Հիսուսի եւ իր թագավորությանը։ Նվիրվիլ բառը, այսօր մարդիկ կվախնան նվիրվիլ բառեն։ Երբ որ գսեն նվիրվիր Տիրոջը, մարդը գսե չէ, ինչ պիտի նվիրվիմ, չեմ կարող գվախնամ եւ այլն այս ան։ Էսել է որ հավատք չկա։ Մարդիկ կնվիրվին Տիրոջը, գիտեք երբ, գիրագի օր 2 ժամ, երբ որ բաշտամունքի ուքան, ան ժամանակ կնվիրվին եւ դեր այդտեղ ալ կասկածի մեջ են, տելեֆոնին ցերկերնին, մեկ կոմեն տելեֆոնին նկարները գնայի, մեկ կոմեն կարոզ գլսեն։ Շատերը այդպես է։ Ես ցեզ իմ դեսածներս ասեմ։ Այդ մարդոց հավատքը ուր է։ Այդ մարդոց հավատքի սահմանը ինչ է։ Ես չեմ դատաբարդեր, բայց գերևնա։ Եթե իսկապես այդ մարդկանց համար Հիսուս դեր եւ թագավոր է, եւ դու գանքներ ես Հիսուսի ներկայության մեջ, դու մեկ բան ունեցնելիք, դեր խոսիր եւ ես հնազանդիմ, դեր ասա ինչ անեմ, դեր ինձ ասա խոսիր, այսպես պիտի լա հոգեվիճակը նվիրյալ մարդումը։ Բայց եթե այդպես չէ, մենք ծառիր բուդուղ են գերևնա, չէ։ Մենք ինչպես պիտի գիտնանք։ Երբ որ մարդը անդարբեր է Տիրոջ ներկայության, անդարբեր է Տիրոջ խոսքին, քարոզ գերտա մարդը ուշադրություն չներ, նվիրում չունի, շաբաթվա մեջ ամբողջ շաբաթը ուրիշ բանով կսպաղի, գիրագի երբեմն երբ որ եկեղեցիկա 1 ժամը հալելույա գերքե, ուր է նվիրումը։ Ինչ նվիրում։ Ինչ հավատքի մասին կխոսենք։ Քույր եղբայրներ, գներեք, բայց ճշմարտությունը այս է, եւ այս ճշմարտության բագասով է որ այսօր եկեղեցիներու մեջ դգար թույլ հավատացյալներ իշխանություններ գարնեն, պատասխանատվություններ գարնեն եւ իրենց այդ դգար թույլ պատասխանատվություններու մեջ դգար թուր կորձեր գնեն եւ դերը չի բարավորվիր։ Եթե ասածները սխալ են, խնդրեմ քրեցեք։ Ասեք որ ասածը սխալ է, սուբ կրային չէ, ինչ որ գսես Սարգիս եղբայր, գրե։ Գիտեմ շատերը չեն սիրեր այսպես ուղղություններ, քանի որ այս ուղղությունները զիրեն կխանգարեն։ Կխանգարվին։ Եվ այսպես քարոզները չեք լսել եկեղեցիներու մեջ։ Ինչու՞։ Բայց քանի որ այսպես քարոզվի մարդիկ պիտի նեղանան, հովիվեն, քարոզի չեն եւ այլն։ Բայց նայեցեք Հիսուս ինչ կսորվեցնե մեզ։ Նայեցեք ավետարան ինչ կսորվեցնե։ Մենք ներողություն ինչ պիտի։ Այս սուբ գիրքի գողքին մի հատ մեր անունով սուբ գիրքն ստեղծել ենք։ Ամեն մեկը իր ավետարանը ունի, իր գարձածին պես կքայլի, իր ուզածին պես կքայլի։ Եվ այսօր, ինչպես Պողոս ասավ Տիմոթեոսին, վերջին օրերը ամեն մեկը իրենց քարոզիչներ պիտի մեջտեղ բերեն, ուսուցիչներ պիտի բերեն։ Իրենց ուզածը պիտի լսեն։ Բայց ահա մասիկ բարդագությունը, հավատքը այս է, երբ որ մեկը ես հավատք ունիմ, պետք է այս 3 գեդերու մեջ այդ մարդուն դու կատարյալ ցեվով սորվեցնես, նախ դու ապրիս եւ սորվեցնես։ Դու իրական կհավատաս, որ Հիսուս քո վրա իշխանություն ունի, իրական գահավանաս իրական։ Հիմա Հիսուս քեզի բան դու պատրաստ ես հնազանդելու։ Խոսքով այո, ես քեզի հարց։ Իրական պատրաստ ես, ուրեմն խոսքը արի եւ այդ մարդուն դուր։ Պիտի հնազանդի։ Պիտի նվիրվի։ Պիտի նվիրվի ինքը եւ իր դունը։ Դունը մորնանք ինքը իր անձը պիտի նվիրե Տիրոջը։ Պատրաստ է ծառայելու, նվիրվելու։ Ամեն մեկը սիրելի քույր եղբայրներ, մեր ուզած սևերով եկեղեցի մեր ուզած սևերով հավատքի այսպես
բաներ մը գնենք եւ այս աշակերտություն չէ դերը աշակերտներ կփնտրի ես ցեզ ասել եմ մի քանի ամիսներ առաջ որ աշակերտության դասընթացներ պիտի սկսենք կսպասեմ որ դերը ժամանակը դա եւ այդ բոլորովին տարբեր է քարոզչություն չէ սերդովություն չէ այդ կյանք է եւ այդ բագասը այսօր մեր բոլորին եկեղեցիներուն մեջ դուք որտեղական եկեղեցին մեջն եք նայեցեք բագաս է այդ աշակերտության հոգեբանությունը եւ ապրելակերպը մեկ խոսքով իրական հավատքի մարդը լալը բագաս է մեր բարդականությունն է իմ գոչումն է դիրոջ առաջ որ ես ոչ մեկ ստորագետ չմոռնամ կամ մեկ կողմ չնեմ կամ զանց չնեմ մարդկանց չնեղացնելու համար ճշմարտությունը պետք է ասվի մեր ծառայությունը արդեն եղած է 15 տարի են ավելի ճշմարտության խոսքն է մենք այստեղ մարդկանց շոյելու նպատակով ծառայություններ չենք գներ այլ ճշմարտությունը փոխանցելով ոչ թե մարդկանց փոխանցենք ճշմարտությունը որ մեզ հետևեն ոչ որբեսի մարդիկ Հիսուսի հետևեն կարևոր է հավատք ճշմարիտ հավատքը ապրիլը բոլորովին տարբեր է ինչ որ գտեսնես այսօր քո շրջապատիդ մեջ եւ դերևս ինչ որ դու ես եկեք զղջանք եւ ապաշխարենք եկեք հասկանանք հավատքի միտքը ինչ է եկեք հասկանանք ինչս է Հիսուսի հավատալ հավասիկ այս պատմությունը Հովաննես Ավետարանիչը հստակ ձևով մեզ կբացատրի հստակ ձևով այս մարդուն հավատքին ընթացքը հալելույա ներորդն է ողորմությունն է այո եթե սիրելիներ ջան եթե այս տեսակի սերդովությունները որ մենք կնենք ճշմարտության խոսքին եթե իսկապես կգարձես որ դիրոճմեն է YouTube-ի վրա այս բոլոր սերդովությունները կան կացեք եւ տարածեցեք բայց բոլորին չէ կացեք տվեք այդ մարդկանց որոնք լուրջ են հավատքի մեջ կամ գուզեն լուրջանալ կամ գուզեն աշակերտներ լալ ես գիտեմ այս ինչ որ հիմա ես ցեզգսեմ ես գիտեմ որ շատերուն հաջելի չէ նույնիսկ եկեղեցիներու պատասխանատուներու հաջելի չեն ես որ շատ խիստ կխոսի շատ գոշտ կխոսի շատ այս շատ մի խոսքով բայց կան մարդիկ որոնք ծարավ են այս խոսքին որոնք աստուծմեն ստացած են որ այսպեսի հավատքի մարդը լան այդ մարդկանց ուղարկեցեք այդ մարդկանց դարածեցեք քիչ են գիտեմ բայց այդ մարդիկ այդ խոսքին պետք ունին եւ այդ խոսքով պիտի կարողանան մեծ գործեր կատարել մենք կանեոր կանչված ենք աշակերտներու պես ապրիլ եւ աշակերտություն ընել ամեն հալելույա 5-րդ գլուխ եկեք շարունակենք Փառք Հիսուսի ասկե հետո հրեից դոններ գսե Հիսուս Երուսաղեմ ելավ Երուսաղեմի մեջ ոչխարներու տրանակով ավազան մգար որ եբրայերեն Բեթեսդա գոչվեր որ 5 սրահ ուներ անոնց մեջ խիստ շատ հիվանդներ բարգած էին գույրեր գաղեր չորցածներ որոնք կսպասեին ճուրին խառնվելուն հիմա այստեղ թարգմանությունները դարբեր են եւ երբեմն համարներ կան որ շատ սուբկիրքներու մեջ չկա բայց ես կարդամ ինչ որ գա իմ սուբկիրքի մեջ արևմտահայերենի մեջ վասնզի գսե հրեշտակը ժամանակ առ ժամանակ ավազանը գիչներ եւ ճուրերը գխառներ եւ ով որ ճուրին խառնվելուն հետո ամենեն առաջ անոր մեջ կմտներ գբժշկվեր իսկ հիվանդությունն ալ որ ուներ ինչ հիվանդություն որալ ուներ գբժշկվեր ուրեմն հոն մարդ մգարի այդ մարդու մասին մի խոսենք բայց այստեղ ասեմ ուրեմն այս ավազանը Բեթեսդայի ավազանը շատ մը գիտնականներ բնդրդուկեն հետո անդրադարձան որ հորի պես բամներ որուն մեջ են մեկ ճուր այսպես երալու պես կլար շատ մը դեր գա աշխարհի մեջ որ ճուրը մեկ գերա մեջ են այսպես գշարժի եւ այդ տեսակ տեղմներ ուրեմն շատ մը սուբկրային բնակիրներ կան որոնք այս 4-րդ համարը չունեն քանի որ այս 4-րդ համարը հետո ավելցված համարն է Հովաննեսի գրածը չէ եւ այս մենք գիտենք քանի որ գիտնականները կամ աստվածապանները կամ քրությունները սերդոները հստակացել են որ առաջին քրություններու մեջ առաջին տարերու մեջ չկար այս 4-րդ համարը անորոշ շատ սուբկիրներու մեջ չեն դրած այս 4-րդ համարը քանի որ այն ժամանակ մարդիկ չէին գիտեր ինչ կբադայի որ ճուրը գերա եւ գիտեք շատ բարեբաշտ մարդիկ կան եւ ավելորդաբաշտներ ալ կան ստնաբաշտություն ալ կա որ գսեին որ հրեշտակ մուկա գխառնե եւ մարդիկ ադի լսելով հրեշտակ մուկա գխառնե այդպես ուրեմն գսվի թե բնականին մեջ բնապանին մեջ գողքը տրված էր այս հրեշտակ մուկա գխառնեն
բայց հետո տարիներ հետո այդ բնակիրը դարձավ իսկապես քրության մեջ։ Ուրեմն այս սխալը, այս համարի ավելցվածը ոչ թե քախնի բան մնե, այլ հստակ բան մնե առաջին տարերեն ի վեր։ Ուրեմն անորոմար հրեշտակը քալը շարժելը ամբողջ սուբկիրքի հագարակ թեմա է։ Սուբկիրքը չի գնար վավերացնել, որ ասված հրեշտակը գղրգե մեկ հատասակ խառնե, որ 2-3 հոգի բժշկվին։ Ոչ։ Ուրեմն ասիկա մարդային պատմական բան մնե հրեշտակ ավելցված այս համար։ Ինչ է վիճը։ Ահավասիկ այդտեղ հիվանդներ գային, կաղեր գային եւ այդտեղ այդ ճուրը դերևս բժշկարար ճուրեր, ինչպես կսեն հանքային ճուրեր եւ այդ բոլորը օգուտ էր հիվանդներուն։ Ուրեմն այնտեղ գսե մարդ մգար, որ 38 տարի ի վեր հիվանդության մեջ էր։ 38 տարի այդտեղ կանգնած մարդ։ Հիսուս երբ դեսավ, որ ինգած բարգած էր, գիտավ թե շատ ժամանակ է ի վեր այդտեղ էր, ըսավ անոր, գուզես առողջանալ։ Հիվանդը պատասխան տվավ անոր, դեր մարդ մը չունիմ, որ երբ ճուրերը խառնվին, զիս ավազանը ցկե, ու որ քանի որ ես ձանր գշարժիմ, ինձ մե առաջ ուրիշ մգիչն է։ Ահավասիկ 38 տարի է կանգնած մարդ։ Հույսը գդրած։ Երբ որ Հիսուս գուկա գսե գուզես բժշկվիլ, ինքը նույնիսկ այս հարցումը տարօրինակ կսեբե։ Չէ լսած այսպես բանը 38 տարի է։ Հույսը գդրած է, որ ինք պիտի բժշկվի օրը։ Եվ այդտեղ կանգնած նստած ուրիշ մարդ ալ չունի, անպայման ընտանիքի անդամներ չուներ, չեն գիտեր, բայց հոնդեղ երկար ժամանակ գրված է, երկար ժամանակ այդտեղ նստած էր։ Եվ այն չափ հիվանդներուն մեջ, այնքան գաղերու մեջ Հիսուս եկավ այդ մարդուն։ Զարմանալ ինչու Հիսուս, ես հարց տվի ինձ, թե ինչու Հիսուս բոլորին չբժշկեց։ Ինչու Հովհաննես այս պատմությունը մեզ գուտա, միայն այստեղ միշտ ավետարաններու մեջ չկա։ Ինչու։ Պատասխան չունեմ։ Բայց մեկ բան գիտեմ, որ այստեղ Հովհաննես կուզե մեզի բատկամը փոխանցել։ Բատկամը հետևյալն է, որ երբ դու հույսդ կդրած ես, Հիսուս ինքը կտեսնե քեզ։ Ինք հույսը չի գդրեր քո վրա։ Երբ դու հույսդ կդրած ես, Աստված դեր միջոց ունի քեզ համար։ Դեր ուղղություն ունի քեզ համար, թե աբակա ունի քեզ համար։ Ուրեմն երբ որ մենք մեր հույսերը կդրած ենք եւ գնայինք, նայեցեք, հույսը դրած էր այս մարդը մարդկանց վրա, որ մեկը կար իրեն ողորմություն ուներ եւ իրեն դաներ ճուրին մեջ դներ։ Հույսը դրած էր մի անձի վրա, որ գա իրեն օգնե։ Գիշեք անցյալ շաբաթ էր գարտացինք Սամոս 121 կսե իմ փրկությունս Տերոջ մեն է։ Աչքերս կպարսացնեմ թե մի լերները գսե իմ փրկությունս որմե է։ Իմ փրկությունս Տերոջ մեն է։ Ուրեմն այս մարդը կպարսացնի իր աչքերը սպասելով մեգումը, որ կար օգներ իրեն։ Սպասելով մեգումը, որ կա ցերկ բարձեր իրեն։ Սպասելով մարդկային լուծումը։ Բայց դերը գսե քու լուծումը մարդոց մեջ է։ Մարդիկ միշտ քեզ պիտի խապեն։ Գիտեք, հիաստապություն ապրիլը ես իմ ծառայության մեջ շատ ապրած եմ։ Հիաստապություն, հուսախապություն, մոդիկներ է, ձանոթներ է։ Այդ մարդոց մե, որոնց համար դու հոգներ ես, տարաբեր ես, աշխատել ես, մտահոգվել ես։ Եվ այդ մարդիկ քեզ խապել են, հուսախապել են։ Եվ գսորվինք այդպես, որ մարդոց մի սպասեր, մարդոց մե ոչ մի օրտնություն մի սպասեր։ Եթե կա ուրախ եմ, ինչ որ քիչ է, բայց եթե կա ուրախանամ։ Բայց իմ աչքերս մարդկանց վրա չի բարձրացնեմ, որ սպասեմ, ով ինձ այսօր պիտի օրտնե, ով ինձ այսօր պիտի օգնե։ Այսօր վրա գրնամ շատ պատմություններ պատմել իբր հովիվ, թե ինչ բաներ գրնանք ապրիլ։ Այս մարդն այդպես էր, կսպասեր դերևս մեգեմը, եւ այստեղ Հովհաննես կսե մի սպասեր։
Հիսուսն է մեր լուծումը։ Եվ գեղեցիկ է, որ գսա այստեղ Հիսուս տեսավ, գիտավ եւ ըսավ։ Հիսուս տեսավ այդ մարդուն, գիտավ որ երկար դարեն է այդտեղ է, մոտեցավ եւ խոսեցավ։ Եվ ինչ ըսավ Հիսուս։ Ըսավ բամը, որ այդ մարդը չէր սպասեր։ Մարդը գսպասե, որ Հիսուս մոտենար իրեն եւ իրեն ասեր գուզես օգնեմ քեզի ճուրդանիմ։ Գամ ուդելիք գուզես, խմելիք գուզես, օգնություն մը գուզես։ Այս հարցումները գսպասեր մարդը Հիսուսեն։ Եվ Հիսուս ինչ ասավ. գուզես առողջանալ։ Գուզես բժշկվել։ Եվ մարդը չի մտածեր Հիսուսի պատասխանել, գսե ես մարդ չունիմ ինձ օգնելու։ Հիսուս այդ չհարցուց։ Հիսուս չասավ օգնության պետք ունիս, կամ մեկը գա քեզ օգնող։ Հիսուս ճիշտ խորքը կնաց։ Դու հիվանդ ես։ Գուզես բժշկվել։ Քո նպատակը ճուր երթալ չէր։ Դու մորցեր ես, որ դու բժշկվել գուզես, բայց հիմա դարձեր է ճուր երթալը, ճուրի մեջ մտնել քո նպատակը դարձած է։ Դու սխալվիս։ Քո նպատակը ճուրի մեջ երթալ չէ, քո նպատակը բժշկվել է։ Հիսուս եկավ ճշմարտությունը հիշեցնելու այդ մարդուն։ Սիրելի քույր եղբայրներ, նույն բանը գնե Հիսուս մեզի։ Մենք երբեմն գերտան կսենք Հիսուսի թրամ պետք է, փող պետք է, այս թուղթը պետք է, այն թուղթը պետք է, այս պետք է լա, այն պետք է լա, այնպես պետք է լա։ Տերը գսե մեկ վարգան դու չմոռնաս, դու հավիտենականության զավակ ես, դու գուզես հավիտենականության մեջ երթալ։ Չմոռնաս այդ կետը։ Դու գուզես փրկվել։ Դու գուզես հոգևոր Սուրբ Ոգիով լեցվել, այս է նպատակը։ Դու գուզես ես քո կյանքիդ մեջ կամ, այս է նպատակը, մնացած բաները միջոցներ են։ Մարդը մորցեր էր բժշկության նպատակը, ինք դարձեր էր միջոցը դարձուցեր էր նպատակ։ Հուսամ հասկացաք, միջոցը ավազան մտնել էր մարդուն գարձիկով, բայց ինք դարձուցեր էր նպատակ։ Եվ երբեմն բամը գուզենք չլար մի քանի ամիս, մի քանի տարի, կսպասենք չլար եւ այդ կդառնա մեր կյանքի նպատակը։ Բայց Հիսուսի հետևորդը այդպես չէ։ Հիսուսի հետևորդը մեկ նպատակ ունի։ Հիսուսի հետ քայլել, Հիսուսի նմանվել։ Մնացածը միջոցներ են։ Դունդ միջոց է։ Կորձդ միջոց է։ Առողջությունդ միջոց է, նպատակ չէ։ Եվ անորամար է, որ երբեմն դարիներ գանցնի եւ մեր միջոցները գթարնան նպատակներ եւ անորամար գչարչարվինք։ Հիսուս գուկա մեր կյանքի մեջ եւ գսե չմոռնաս քո նպատակը։ Մի հատ հին երկ մգա գսե նպատակ մի շեղիր դուն ամենևին։ Նպատակ մի շեղիր։ Այս մարդը նպատակ ուներ բժշկվելու, բայց մոռացած էր։ Գուզեր ճուր մտնել։ Հիսուսը գուզես առողջանալ։ Մեկը չունիմ, գսե, մեկը չունիմ։ Հիսուս գսե ելիր մահիճդ ար եւ քայլե։ Ետ քեզ վերադարձնեմ այն նպատակին, որ դու ունեիր, մահիճդ ար եւ քայլե, դու քայլելու խնդիր ունես։ Դու ճուրը մտնելու խնդիր չունես, դու քայլելու խնդիր ունես։ Անորամար քայլե։ Ոտքի էլ, մահիճդ ար եւ քայլե։ Եվ գեղեցիկը գսե իսկույն մարդը առողջացավ, մահիճը վերցնելով ելավ։ Իսկույն։ Քանի որ այդ էր պակասիր են։ Քույր եղբայրներ, հայրենագիցներ, նպատակետ մի շեղիր։ Ինչ է քո կյանքի նպատակը։ Եթե քո կյանքի նպատակը այս աշխարհի մեջ այս բանը այն բանը ունենալն է, դու կշեղվիս։ Այդ նպատակ չի, այդ միջոց է։ Թող Աստված քեզ գրտնապատիկ տա, հարստություն տա, ամեն ինչ տա, օքեյ, բայց ադի չէ նպատակը։ Նպատակը Հիսուսի քեզի տված նպատակն է։ Որն է, որ դու փրկվիս, Սուրբ Ոգիով քայլես, զինք պաշտես, զինք ծառայես եւ սրբության արդարության կյանք ապրես։ Այս է նպատակը քո կյանքի։ Հիսուսի պես լալ մի խոսքով։ Մնացածները չլան։ Գիտեք, վստահ եմ շատ որ գլսեք նույն բանը գրնակ վգայել, որ երբեմն բանի մը բագաս ունենք եւ անչափ գաղութենք այդ բանին համար, որ ամբողջ մեր կյանքը այդ նյութի շուրջ կդառնա։ Այդ նյութը կդառնա մեր Աստվածը, այդ նյութը կդառնա մեր
մեր նպատակը, արդու գեսոն իրգուն անոր մասին կմտածենք, արդու գեսոն իրգուն այդ բանի դեպեն կվազենք, եւ այդ կդառնա նպատակ, այլ միջոց չեղավ։ Եվ այս է մեղքը, երբ միջոցը կդառնա նպատակ։ Մեր նպատակը Հիսուսի հետ քայլելն է, Հիսուսի համար քայլելն է, արդար լինելն է իր խոսքի մեջ։ Այն օրը գսե շաբաթ օր էր, եւ գիտեք որ հրյաները այդ մարդուն, բժշկված մարդուն ասին, շաբաթ է եւ ներելի չէ, որ մահիճդ վերցնես։ Ահա օրենքի մարդիկ, որոնց համար օրենքը շատ ավելի կարևոր է, քան թե հոգին։ Ահավասիկ մարդիկ, որոնք իրենց ինչպես եմ, իրենց գազմվածքը, իրենց մտածելակերպը շատ ավելի կարևոր է, քան թե Աստուծո ըրած գործը։ Օրենքի մարդ։ Արգելված է քեզ շաբաթ օրը մահիճդ առնել, բայց դու մորցար թե այդ մարդը ինչու մահիճը առավ։ Քանի որ բժշկվեցավ։ Պետք է ուրախանայիր, չէ, որ այդ մարդիկ բժշկվեցան, ինչու համար կդխրիս, ինչու համար կխանգարվիս, ինչու համար օրենքներ մեջ տգպես, ուրախացիր, որ մեկ հոգի բժշկվեցավ։ Սիրելիներ, երբ որ մենք կդառնանք այս փարիսեցիներու նման, գնայինք մարդկանց կյանքին, կամ այս պետք է էներ, այն պետք է էներ, չարավ, ինչու ըրավ, ինչու չրավ, ինչու եղավ, ինչու չեղավ, մենք կմոռանանք նույնիսկ հաճույք առնելու կյանքին։ Այդ մարդիկ պետք է ուրախանային, որ իրենց քաղաք է մեկը, որ միշտ այդտեղ գմուրար եւ այդտեղ հիվանդ նստած էր, ոտքի ելավ եւ գքալե, պետք է ուրախանային այդ ուրախությունով։ Օրենքը երբեմն մարդկային չափանիշները գխափանե մեզ հոգևոր բաները տեսնելու։ Անչափ որ բռնված ենք մարդկային չափանիշներով, որ մենք գմորնանք տեսնել հոգևոր։ Անորոշ երբեմն պետք է գանքնենք եւ պետք է ասենք, որ ինչ է կարևորը, վերջի վերջո, ինչ է կարևորը։ Հոգևորը թե մարդկային չափանիշները, այսպես պետք է ենք, այդպես պետք է ենք, մեր հայկական սովորությունները, օրինակ, մեր ընտանեկան սովորությունները, մեր դպրոցական սովորությունները, մեր եկեղեցական սովորությունները, շատ այսօր եկեղեցական սովորություններու պատճառով մարդիկ կմեռնին։ Կմեռնին, հոգևորապես կմեռնին։ Իմ եկեղեցիս ասիկը չներ, մեր եկեղեցին այսպես չէ, մեր եկեղեցին այդպես է։ Հա, բայց ո՞րն է կարևորը, քո եկեղեցական օրենքը, թե այդտեղ հոգևոր շարժումը, Սուրբ Հոգիի շարժումը, ո՞րն է կարևորը։ Եվ այստեղ ուշադիր եղեք։ Եվ շաբաթ օրը ներելի չէ, որ մահիճդ վերցնես։ Նայեցեք մարդուն պատասխանը։ Մարդը պատասխան տվավ անոնց ու ուսավ. ան որ զիս բժշկեց, ինձի ըսավ մահիճդ առ ու քալե։ Մարդուն համար ան որ զինք բժշկեց, այն մարդը իշխանություն ուներ նաև իր կյանքի, իր հոգևոր կյանքի վրա։ Այստեղ գտեսնեք ինչ կպատահի։ Քիչ առաջ ասի հրաշքները նպատակ չեն։ Շատ անգամ հրաշքները մեզ գնդունին, կաբրինք, բայց հետո այդ աշխարհ գերտան շատերը։ Այստեղ մարդը հասկացավ մեկ բան, որ այն հրաշքը, որ Հիսուս եկավ ըրավ իրեն, որ այդ հրաշքը ընողը իրավունք ունի իր կյանքին վրա։ Եվ այլևս չվախնար հրյաներեն, քանի որ գիտեք, շաբաթ օրով աշխատողները կամ հրյական օրենքեն դուրս եղողները իրենք գվռնդվեին սինագոգներեն, ոչ օգնություն, ոչ ընդունելություն, ոչ ազգային կարևորություն, գթողվեր այդ մարդիկ, գլքվեին այդ մարդիկ։ Բայց այս հիվանդը, որ բժշկվեցավ, չմտածեց այդ բաներու մասին։ Ան որ ինձ բժշկեց, իրավունք ունի իմ կյանքիս վրա, ինչ որ ըսե, ես պատրաստ եմ հետևելու եւ հնազանդելու։ Հալելույա։ Երանի ամեն ով որ հրաշքը ստացավ Հիսուս Քրիստոսե, այսպես վարվեր, այսպես ըսեր։ Երանի ըսեր, որ հիմա որ Հիսուս բժշկեց ինձ, հիմա որ Հիսուս այս կամ այն հրաշքը ըրավ, ես կյանքս կանցնեմ եւ ամբողջ իրավունքը գուդամ Հիսուսի իմ կյանքիս վրա։ Ով ինչ ասե թող ասե, ինչ պատահի թող պատահի, Հիսուս իրավունք ունի իմ կյանքիս վրա։ Երանի այսպես քայլեինք։ Իրեն հարցուցին, ով է այն մարդը, որ քեզի ըսավ մահիճդ առ ու քալե։ Եվ բժշկվողը չէր գիտեր, թե ով է ան։ Բացի Հիսուս մեկդի քաշվեցավ այնտեղ բազմություն ըլլալուն համար։ Ուրեմն Հիսուս գործվեցավ մեկ խոսքով։ Մարդը չի ճանաչավ ով էր Հիսուս։ Հրաշք եղավ,
հնազանդեցավ, հավատաց, իշխանություն տվավ Հիսուսին, բայց չէր գիտեր ով էր Հիսուս։ Հետո անշուշտ է Հիսուս այդպես չի թողնի ժողովուրդ։ Հիսուս կուզե միշտ ինքը իրեն հայտնել։ Հրաշք ընողը իրավունք ունի մեր վրա։ Ուրեմն երբ որ հրաշքն է, գուքա գսեք նայիր, ես հրաշքը, հիմա կյանքդ ինձ մոտ պիտի քայլես։ Եվ եթե այդտեղ դու հնազանդեցար, օրտնվեցար եւ շահեցար։ Եթե չի հնազանդեցար, շատ ավելի վատ պիտի ըլլա քեզի։ Եվ նույն բանը այստեղ գսե Հիսուս։ Անգե յետքը գսե Հիսուս զանիկա տաճարի մեջ գտնելով ըսավ անոր. ահա բժշկվեցար, ալ մեղք մի կործեր, որ ալ ավելի չար բան չմադահի քեզի։ Ինչ է Հիսուսի խոսքը։ Հիմա դու բժշկվեցար, ես եմ քեզ բժշկողը։ Հիմա նայիր, ասկե հետո մեղք մի կործեր, որ մեղքի մասին է Հիսուս կսա այստեղ։ Ոչ թե ընդհանուր մեղքի մասին է, չէ, որ մեղքի մասին է։ Այն մեղքը, որ դու քո հույսը տրած էիր ուրիշներու վրա։ Հիմա որ ես եկա քեզ բժշկեցի, այլ մեղք չկործես ուրիշներու վրա հույս տնելով, հիմա դու միայն իմ վրա հույսը պիտի տնես։ Հալելույա, հալելույա։ Քանիներ այսօր գիտեք որքան մեղք կկործես, երբ որ դու ուրիշներու վրա հույսը տնես։ Եթե Հիսուս քեզ բժշկեց, ազատագրեց, փրկեց, իր անունով լվացքեց, դու իր զավակն ես, դու մեղք պիտի չկործես, որ մեղքը քո հույսդ միայն Հիսուսի վրա պիտի տնես, քանի որ եթե հույսդ այս բոլոր բաները ճաշակել են հետո մեղք հույսդ կտնես ուրիշի վրա, շատ ավելի վատ բան պիտի ըլլա քեզի։ Ահա վասի քրված է։ Ալ ավելի չար բան չմադահի քեզի։ Հույսը չտնես ուրիշի վրա, մեղք չկործես ուրիշին նայելով, ուրիշին վրա հույս տնելով։ Հիմա քո հույսդ պիտի լա միայն ես, գսե Հիսուս։ Հալելույա։ Եվ այն ժամանակ մարդը գսե քնածերյաներուն, բատմեց թե Հիսուսն էր, որ զինք բժշկեց։ Հրճագելու սկսավ։ Չվախցավ, նվիրվեցավ։ Ինչու պիտի հույսը ուրիշին տնե, ինչու հույսը պիտի տնե ուրիշներու վրա։ Փարիսեցիներու վրա կամ այս կամ այն մարդու վրա, ոչ, Հիսուս ինք բժշկեց, հիմա Հիսուսի հետևորդ եմ ես, հիմա ես ավելի մեղք պիտի չկործեմ, ես Հիսուսի պիտի հետևիմ, Հիսուսի պիտի հանձնվիմ, իմ հույսս ուրիշին վրա չէ, ես ավելի մեղք պիտի չկործեմ, ես շատ մեղք կործեցի, 38 տարի սպասեցի մարդկանց, բայց հիմա հասկացա, որ իմ սպասումս Տիրոջմեն պիտի կա, իմ փրկությունս Տիրոջմեն է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, իրեն լա փառքը եւ բադիվը, ես չէ մեղք չեմ կործելու, ուրիշ տեղեն սպասելու իմ օրհնությունս, մեղք չեմ կործելու ուրիշ տեղեն սպասելու իմ արադությունս կամ իմ բժշկությունս, չէ, իմ բժշկությունս եւ իմ փրկությունս միայն Տիրոջմեն է, ես պիտի հիմնվիմ իր վրա, պիտի հանձնվիմ իրեն եւ պիտի նվիրվիմ ավելիով։ Հալելույա, այս է գիշեք քիչ առաջվա հավատքը։ Այդ ազնվականին հավատքը։ Հիսուսի ջանցած, ընդունեց Հիսուսի աստվածությունը, իր խոսքը հավատաց վստահեց, հնազանդեցավ եւ նվիրվեցավ ամբողջ իր հոգիով։ Ինքը եւ իր ընտանիքը երկու պատմությունը յետևի բարավի քրած չէ Հովաննես Ավետարանիչը մեզի։ Մեզ այստեղ բամը գուզե սորվեցնել։ Հալելույա։ Երանի սորվինք եւ այդպես քայլենք։ Ասոր համար հրյաները գհալածեին Հիսուսը եւ գմտածեին զանիգա սպաննել, քանի որ այս բաները շաբաթ օրը գներ։ Եվ Հիսուս պատասխան տվավ անոնց եւ ասավ. իմ հայրս մինչեւ հիմա կկործե, ես ալ կկործեմ։ Ասել գուզե Հիսուս գանքնիլ չգա, օրտնություն ընել է, մարդկանց հոգին փոխել է, մարդկանց փրկել է, մարդկանց ազատագրել է, իմ հայրս կկործե, որ մարդիկ փրկվին եւ վստահությունը տնեն միայն իմ վրա։ Ես ալ գնեմ նույն բանը։ Եվ այստեղ նայեցեք ինչ կմտահի։ Ասոր համար գսե ալ ավելի կմտածեին հրյաները զանիգա սպաննել, վասնզի ոչ թե միայն շաբաթ օրը չեր բահեր, հաբա նաեւ Աստված իր հայրը գանվաներ ու այսպես ինքզինք Աստծո հավասար գներ։ Տեսնեք Հիսուսի աստվածությունը։ Հիսուս ինքզինք Աստծո հավասար գներ։ Հրյաները լավ հասկացել էին, քանի որ Հիսուս կսե իմ հայրս կկործե, ես ալ կկործեմ։ Միան հայրն է կործողը, միան Աստված կկործե, երկինքն ու երկիրը պաշտպանողը, բռնողը, բահողը ով է։ Արևի իր դեղը, լուսինի իր դեղը բահողը ով է, մարդկանց կյանք տվողը, մարդկանց բժշկողը, մարդկանց փոխողը, մարդկանց հաց տվողը ով է, Աստված է։ Ինչ կսե Հիսուս։ Աստված կկործե իմ հայրս, ես ալ կկործեմ։ Հայրս եւ ես մեկ ենք,
Քիչ մանտին այդ բանը մի դեսե։ Շատեր գսեն որ Հիսուս չսեր որ ինք Աստված է։ Ահա վասիկ գսե։ Ես եւ հայրս մեկ ենք եւ այստեղ գսե ես Աստծո հավասար եմ։ Իմ հայրս ինչ որ գնե ես ալ այդ գնեմ։ Եվ հрьяաները ավելի դակնաբեցան զինք սպաննելու նպատակով։ Օրհնյալը լա մեր Տերը։ Հովհաննես Ավետարանչը մեզ ցույց կտա Հիսուսի աստվածությունը, իշխանությունը մարդկանց վրա, զորությունը եւ այդ Հիսուսի մեկ բան գա անելիք՝ կատարյալ հանձնվել։ Կատարյալ հանձնվել։ Մենք երբեմն կխոսենք այս խոսքերը, ավետարանչություն գնենք այդ մարդկանց, որ հավատքի մեջ այնքան չեն, բայց ես ցեզ ասեմ այս խոսքը շատ ավելի եկեղեցի մարդկանց պետք է ըսվի հիմա։ Քանի որ վտանգ ես կտեսնեմ ավելի եկեղեցի մեջ եկող մարդկանց, քան թե դուրսի մարդկանց։ Քանի որ եկեղեցի մեջ եկող մարդկանց այս բաները գիտեն, բայց այս բաներու զորությունը եւ խորությունը չեն ուզեր ընդունել։ Չեն հանձնվիր, հրաշքը տեսել են, բրգությունը տեսել են, ջաշակել են, ինչպես Եբրայեցիս գիրքը գսե, ջաշակել են, ընդունել են, հասկացել են, շնորհքի մեջ եղել են, բայց գործվել են, ինգել են, ինչու, քանի որ նվիրում չի եղած։ Մեմնա լսեցեք այս ինչ որ ասի քիչ առաջ այս կետի վրա եւ պիտի գարձեմ որ շատ ավելի բարձ պիտի լամեմ մեկուս։ Սիրելի քույր եղբայրներ, եկեք այս Հիսուսը, որ մեզ գմադուցվի այստեղ, որ իր էություն այստեղ գքրվի մեզ համար, գքձակրվի մեզ համար, այդ Հիսուսին մադի արանքով չնայինք, հետևորեն չնայինք, այդ Հիսուսին գրոնական ցևով չնայինք, այդ Հիսուսին կյանք պետք է դրվի այդ Հիսուսին։ Երանի մենք որ հիմա լսեցինք, Երանի այս խոսքին վստահեինք, Երանի այս խոսքին հնազանդեինք եւ Երանի այս Հիսուսի ավելի նվիրվեինք։ Մենք եւ մեր 4 կողմինները փառքը դալով միայն երրորդության մեր Տիրոջը։ Հալելույա։ Օրհնյալը լա մեր Տերը։ Տեր սիրովդ վարե ինձ, որ ես նվիրվեմ քեզ համար։ Լսենք այս երգը գվերակտնենք իրար։ Ես վաղուց եմ փնտրել իմաստը կյանքիս, փորձել ամեն ինչ ու սախապ ու հոգնած, բայց մի օր ինձ եկավ հրեշտակ երկնքից, ցույց տվեց ինձ ճամփան սիրո արքայության, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, այսպես ես ապրել չեմ կարող, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, ուզում եմ սիրել քեզ պես, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, գիտեմ դու սեր ես Տեր, վարիր կերակովդ իմ սիրտը, Հիսուս, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, այսպես ես ապրել չեմ կարող, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, ուզում եմ սիրել քեզ պես, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, գիտեմ դու սեր ես Տեր, վարիր կերակովդ իմ սիրտը, Փնտրում եմ ես միշտ երեսը քո սուրբ, իմաստն է կյանքիս, ներկայությունն է քո սուրբ, Տեր դու ես միակ, նպատակը կյանքիս, աղոթում եմ դու ինձ, սերդ Աստվածային, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, այսպես ես ապրել չեմ կարող, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, ուզում եմ սիրել քեզ պես, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը, գիտեմ դու սեր ես Տեր, վարիր կերակովդ իմ սիրտը, Հիսուս, վարիր քո սիրով Տեր իմ սիրտը,
Այսպես ես ապրել չեմ կարող Վարիր քո սիրով Տեր իմ սիրտը Ուզում եմ սիրել քեզ պես Վարիր քո սիրով Տեր իմ սիրտը Գիտեմ դու սեր ես Տեր Վարիր կրակովդ իմ սիրտը Այո, դեր միան այս կխնդրենք քեզ մեր լեցուր մեզ եւ վարիր մեզ քո գրագովը սիրով, որովհետեւ քայլենք քեզ հետ ավելի մդերիմ ներիմ Աստված, հալելույա։ Օրհնյալ ես տուն մեր սիրելի Աստված, երկինք եւ երկրի դերն ու դիրական։ Կբաշխենք, կփառավորենք քեզ, գործնենք քեզ, կմեծարենք քո սուրբ անունը։ Օրհնեով դեր այդ բոլորը, որ լսեցին այս խոսքերը եւ այս խոսքերը բդուղ կյանքերին մեջ փոփոխություններ եւ երևելի փոփոխությունները լա։ Ի բադիվ քեզ միայն դեր հալելույա օրհնյալ է։ Դգարները, ինգածները, անոնք որ հիվանդ են, անոնք որ մեգուսացած են, անոնք որ այս մարդուն նման հույս այստեղ են այնտեղ են կսպասեին, դեր հայտնվիր իրենց, որ տեսնեն, որ դու ես ճշմարիտը երկնքի եւ երկրի։ Փառք, բադիվ եւ օրհնություն քեզ հիմա եւ միշտ ավիճան, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, դեր օրհնեցես։ Քալ չորեքշաբթի, ավակ չորեքշաբթին է։ Ավակ շաբաթը կսկսենք այս երկու շաբթի օրը, հաջորդ երկու շաբթի, ուրեմն քալ չորեքշաբթի չենք ունենալու ուղի եթեր, պիտի առաջարկեմ, որ ամեն մեկս երթանք մեր դեղական եկեղեցիներու մեջ միապանվենք, ուրեմն ավակ չորեքշաբթին է եւ հետո կհանդիպենք իրար հետ Զադիգեն հետո, Հարութենեն հետո։ Այո, Քրիստոս պիտի հարություն առնե մեզ համար, ինչպես արավ ամեն օր Քրիստոս հարյավի մերելոց է մեր համար եւ ամեն օր օրհնյալ է իր հարությունը։ Այո, պիտի անցնի խաչեն, պիտի անցնի դգարութենեն, պիտի անցնի մեղքի անեցքի դագեն, բայց պիտի հաղթե այդ բոլորը եւ իր հարությունով մենք արդարություն պիտի ունենանք։ Իրեն լա միշտ փառքը եւ բադիվը։ Դեր օրհնեցես, մենք 15 օրեն հետը դերը գամի կհանդիպենք իրար։ Օրհնյալ եւ ճշմարիտ շաբաթներ ունենանք եւ օրտնապեր ավակ շաբաթ ունենանք։ Ես ցեզ գարաչարգեմ ավակ շաբաթվա ընթացքին խոնարհությամբ, ձոմաբահությամբ, աղոթքով երկրորդական բաները մեկ կողմ թողեք, սիրելիներ, ինչ որ պետք չունիք երկրորդականեն մեկ կողմ տրեք, ավելի գետրոնացեք աղոթքի, ձոմաբահության, երկրբակության դիրոջ խոսքը սերդելու եւ թույլ տվեք, որ Սուրբ Օգին ցեզ առաջնորդե միջև խաչելությունը եւ խաչելության հետո մինչև հարությունը։ Հիսուսի անունը օրհնյալը լամեն մեկիս համար։ Հալելույա, ցդեսություն։